Այն ամենից հետո ինչ անում է Փաշինյանը հունիսի 7-ին նորից կստանա ժողովրդի վստահության քվեն։ Նորմալ է, երբ Փաշինյանը իրեն չընտրող 100 հազարավոր քաղաքացիներին անվանում է շունուշանգյալ։ Անդուրա չպետք է իրան թույլ տա ինքը որպես պետության ղեկավար, ինքը պետք է մեծահոգի լինի, չես ընտրում Աստված քո հետ։ Շունուշանգյալը շատ վատ խոսակցությունը, ինքը մնացածներին կարող այն մարդիկ, որոնք ուզում են իրան ընտրել, նրանք էլ հակա դարձվեն այդ ուղղությամբ։ Ինչ է նշանակում շունուշանգյալ, չէ, դա ղեկավարին վայել խոսակցություն չի։ Ինձ ինքն է շունուշանգյալը։ Ինքը ավելի շունակ ատեր ժողովրդին, ոչ շուն անվանի։ Կընտրվի ինչ է կարծում։ Մարդը կնգան կրվծրել է, ինչ աղբոր դեմ անե։ Չի ընտրվի աղբոր։ Ու ժողովրանը չի ընտրվի։ Ումնա պետք ինքը։ Մի ընտրեք աղբոր։ Մարդը հասկացնում է, խաբել է ժողովրդին, աղբոր ինքը ասում է խաբել եմ ժողովրդին, ընտրվել եմ։ Պետք է հերիք չի։ Դե բայց ինքը չի ասում խաբել եմ, ասում է ժողովուրդն ինձ ընտրել է, աղբեր ինքը այդ տելևիզոր չես նայում, ինքը ասում է ժողովրդին, ասում է ինչու՞ մեր, ասում է խաբում եմ աղբեր։ Խաբում աղբեր։ Բացառվում է, չկա տենց հասկացողություն ու չի լինելու։ Պայքարելով ենք, որ չլինի։ Մեզ ներքին թշնամի պետք չի։ Ու ինձանից կլինի դատապարտեն։ Ինքը չի կարող ղեկավար լինի, ու չի եղել ղեկավար։ Սա ղեկավարի քայլեր չի։ Սա ստասող մարդու քայլեր է։ Հենց ինքը հակառակն ասում է, իր ընտրողներն են այդ շունուշանգյալները։ Մենք շունուշանգյալ չենք։ Անձամբ մեր երկրից խոսամ, մեր հայ ազգից խոսամ, մենք շունուշանգյալ չենք։ Մենք հայ ազգ ենք, փոքր ազգ ենք, բայց զիկ ազգ ենք։ Միշտ պայքարել ենք, դիմադրել ենք, ուսել ենք դիմադրելու։ Ինչ ասեմ, մակարդակը այդքան է հերիքում։ Այդքան բառեր ասելուց հետո ոնց իրան էլ կընտրեն։ Ինքը նախ առաջինը թո առաջերտին իրան նայի, նոր ժողովրդին շունուշանգյալ անվանի։ Մարդ պետք է առաջի հերթին ինքը իրան տեսնի հայլով ինքը ով է։ Նոր մյուսներին ժողովրդով է ինքը մարդ դառը։ Եթե չլինեին ժողովուրդը ինքը մի հատ նոլ էր, 0 էր։ Ոչ մեկ իրան էլ չի ընտրի երբեք, ինքը հույս չունենա։